Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 28-ի համար։ Օրը շաբաթ է, դրա համար նայում ենք այս մյուս քարտերով, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 28-ին։ Որոշ փոփոխություններ կմտնեն ձեր կյանք, նաև հնարավոր է այստեղ հղիություն, ծննդաբերություն, տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, ինչ-որ մի բանը կարող եք տեղափոխել, բնակարանը տեղափոխել, ինչ-որ բնականից բնակարան ապրանքները տեղափոխել, նաև որից է տեղեկատվություն կստանաք այդ օրը, նամակ, որից է փաթեթ նաև կարող եք ստանալ, և փաստաթուղթ նույնպես դեռ շաբաթ է կարող են եւ բերեն կամ ինչ-որ բաներ եք գրանցում, գրում, որպեսզի գնաք խանութ, եւ ոմանց կարող են սիրո խոստովանություն անել, ոմանք կարող են այդ նամակից իրեն շատ լավ զգալ, ինչ-որ կարող է մեկից էր, որ շատ եք սպասում, դուք սիրո խոստովանություն անեք եւ նաեւ մարդիկ կարող են ձեզ այդ օրը գեղեցիկ խոսքեր ասել, որ ինչքան գեղեցիկ է օրինակ, այդքան էլ ճիշտ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք ցուլերին, ինչ է սպասվում ցուլերին հունիսի 28-ին, ճանապարհ, կարող գնալ ճանապարհ, ոմանք հեռու տեղ, ոմանք մոտիկ, նաև ձեր գործերը առաջ կմղեք, այն գործերը, որոնք որ ունեք, դրանք առաջ կմղեք, ոմանք իրենք բիզնեսը, իրենց գործունեությունը, այն ինչ որ մնացել էր կիսադուկ բան եք թողել, դա առաջ կմղեք, ոմանք էլ կարող են տեղափոխվել, կամ բնակարան, կամ մեկ այլ երկիր, եւ այդ օրը որից է հնարավորություն կունենաք ինչ-որ գործեր անելու, ինչ-որ մի բան առաջ մղելու, ինչ-որ մի բան առաջ տանելու համար, ինչ-որ մեկին հանդիպելու, ինչ-որ մեկի հետ խոսելու, նաև ինչ-որ մեկի հետ կապը խզելու համար, որովհետև հնարավոր է նաև այստեղ կապի խզում ինչ-որ մեկի հետ, կամ սա հնարավորություն կունենաք ձեր կյանքը նորովին լիովին փոխելու համար, կարող է ուզում եք, որ ամբողջությամբ փոխեք ձեր կյանքը, այդ հնարավորությունը ձեզ կընձեռվի, այսքանը ձեզ համար եւ սուր գործիքներից մի փոքր ուշադիր եղեք այդ օրը գործանալուց, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք եկվորյակներին, ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 28-ին, անցյալի մեջ եք խորանալու, անցյալն եք հիշելու, կամ ինչ-որ մեկին կարող եք հանդիպել, ում հետ որ կամ անցյալում եք իրար հետ, նախկինում իրար հետ շփվել եք, ճանաչել եք իրար, կամ այստեղ անցյալի մասին ուղղակի կարող եք մտորել, հիշել, ծանոթ անել ինչ-որ մի բան, եւ նորություն կարող եք լսել, կամ երկար էիք սպասել, դա օրինակ մի տարի է սպասում էիք, մի քանի ամիս է սպասում էիք դրան հետ, բայց նաև ոմանց հետ կարող են փորձել ծանոթանալ, հյուրեր կունենաք, դուք կգնաք հյուր, կարող է ինչ-որ մեկն է, ով որ իրոք գալիս է եւ հիշում եք ձեր անցյալը, ասում խոսում ծիծաղում եք, եւ հաջողություն ունեք այդ օրը, որից մի բան հաջողությամբ կանցնի, կլինի, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք խեցգետիններին, ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 28-ին, մի փոքր ծանր օր է, մի փոքր դժվար օր է, կարող է նաև փորձությունների օր է, կամ այդ օրը ինչ-որ մի բեռ ձեր ուսերին է, ինչ-որ մի բան պետք է անեք, շատ կարևոր մի բան է, նաև փորձություններ կարող են լինել,
ինչ որ սիրային առումով, յուրաքանչյուր ոլորտ այն կարող է լինել։ Այդ ինչ որ դժվար բաները կարող են դժվար առաջ տանել, ինչ որ բաները առաջ չեն գնա, խնդիրներ են, հա, որոնք որ մարդու կյանքում ստեղծում է։ Սա ոնց որ խաչն է, ձեր պետք է կրեք, այդպես կարելի ասել, կարճ եւ կոնկրետ։ Նաև ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի այդ օրը, ինչ որ մի բան ձեզ կերջանկացնի։ Եվ նամակ, լուր, տեղեկատվություն կստանաք վայության մարդկանցից, մարդուց, ինչ որ մեկը կարող ձեզ գրել, ում որ երկար եք սպասում, գրանցել ինչ որ մի բան, գրել անընդհատ, նաև փաստաթուղթ է սա, որ կարող եք ստանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին հունիսի 28-ին։ Խորամանկ, անձնավորություն, խաբեբա կամ դուք պետք է լինեք այդ օրը խորամանկ կամ այդ օրը ինչ որ մեկի հետ կարող է հանդիպեք, ով որ իրոք խաբեբա է, կարելի այդպես ասել։ Եվ ժամանակն է ինչ որ մի բան անելու, ժամանակն է ինչ որ մի բան սկսելու, ինչ որ մի բան փոխելու ձեր կյանքում, յուրաքանչյուր բան այստեղ ժամանակն է եկել։ Նաև կարող ինչ որ մի բան ժամանակի մեջ չեք տեղավորվում կամ այստեղ խորամանկ անձնավորություն է խաբեբա ընդհանուր ձեզ այն ժամանակ է ուզում ինչ որ մի բան անելու համար, պատասխանի համար, գումարը հետ վերադարձնելու, ինչ որ մի բան է, որը կարող ընդհանուր ժամանակ է պահանջում եւ կարող է շատ քիչ ժամանակ ունենաք ինչ որ մի բան անելու համար, պետք է արագ անեք, վերադարձնեք տակ։ Եվ բավական էմոցիոնալ կլինեք այդ օրը։ Ոմանք մի փոքր այստեղ ուշադիր եղեք, կարող ձեր ժամանակը տանի ինչ որ մեկը, օրինակ այստեղ ռոմանտիկ հարաբերություններ ունենաք, ռոմանտիկ շփում ունենաք, բայց ինքը լինի խաբեբա։ Մաքուր մտքով չլինի, ոնց որ անիմաստ ժամանակ անցկացնեք եւ ձեր կյանքից գնա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Դե նաեւ էմոցիաներ են, հա, դրանք, որ էմոցիոնալ կարող եք լինել։ Դե կողոտ խաբեբայի պատճառով։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 28-ին։ Օձեր են, սակայն հենց նմանատիպ մարդիկ են, ովքեր որ կլինեն ձեր շրջապատում այդ օրը, նաև սա իմաստություն է։ Եվ խոր իմաստ, ինչ որ եւ դուք այդ օրը իմաստուն կլինեք եւ ինչ որ մի բան տեղի կունենա ձեզ հետ, որ կարող եք մտածել, խորել, այդպես կամ ինչ որ մի կարևոր բանի մասին կարող եք մտածել այդ օրը։ Եվ փոփոխություն նաև ձեր կյանքում տեղի կունենա, ոմանք հղիություն է, ոմանց մոտ ծննդաբերություն է, ոմանց մոտ երկրից տեղափոխություն է, տանից, ինչ որ իրերը տեղափոխեք կամ ինչ որ մի բան է, որ այստեղից այնտեղ պետք է գնաք։ Եվ ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, անակնկալներով լի օր, նվերներ, կարող է ծնունդ է այստեղ, եւ այնտեղ դրա համար նախանձմարտիկ կարող է կան։ Նաև ժամադրություն ոմանց համար սա կլինի, ոմանք էլ ինչ որ մի բան տեղի կունենա, որը որ ձեզ շատ կուրախացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքներին։ Ինչ է սպասվում կշերքներին հունիսի 28-ին։ Այդ օրը ինչ որ խաղ է, խաբեբա մարդիկ են, մի փոքր ուշադիր պետք է լինեք այդ օրը, եւ խաբեություն կա, եւ խաղ կա, եւ ոչ լրջություն կա այդ օրը, ինչ որ մեկի հետ կապված, ինչ որ բանի հետ կապված, այստեղ կարող են խոստանալ եւ այլն, բավական ուշադիր եղեք, եւ մեկ ակնթարթ նաեւ կարող եք խաբվել։ Սա նաեւ պետք է խորամանկ լինեք, որ ինչ որ մի բան առաջ մղեք, ինչ որ մի բան կարող մեկ ակնթարթում լինի, տեղի ունենա ձեզ հետ, որպեսզի կարողանաք այն դե մարդը ոնց որ հա ինչ որ մի բան է լինում միամիտ, որպեսզի կարողանաք դա տանել կամ կարողանաք դրա տակից դուրս գալ, այդպես ասած։ Եվ այդ օրը ինչ ուղղություն որ կընտրեք, դա ճիշտ ուղղություն է ձեզ համար։
Միայն եթե ուղղությունը կապված ինչ որ մարդկանց հետ, որոնց որ սկսեք կասկածել, դա ուրեմն կասկածելի մարդիկ են, ուրեմն պետք չի դա առաջ տանել։ Այդ ուղղությամբ պետք չի գնալ, որովհետև այնտեղ խաբեություն է։ Միայն դա պետքա հիշեք։ Որտեղ այստեղ խաղ է, այստեղ լրջություն չկա եւ դուք կարող եք տրամադրվել, մտածեք, որ այո, դա է ճիշտ ուղղությունը, կարելի է գնալ այդ ուղղությամբ, բայց դա սխալ լինի։ Դուք պետք է հասկանաք եւ զգաք, թե ով է դիմացինը։ Այսքանը ձեզ համար հետաքրքիր օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 28-ին։ Հաջողություն։ Հաջողության դուռը ձեր ձեռքում է, բանալին, դուռն է ձեր դիմացը։ Ինչ որ հաջողություն ունեք այդ օրը, որ կկատարվի ձեզ հետ, կամ դռներ են բաց, կարող եք յուրաքանչյուր բան անել այդ օրը, հասցնել, անել։ Նաև այդ օրը փոփոխություն տեղի կունենա, ոմանք տանից տուն կտեղափոխվեն, երկրից երկիր, հնարավոր է նաև երեխա է ծնվում, հղիությունը եւ այդպես է ձեր կյանքը փոխվում։ Բայց եթե տեղափոխություն է, խոչընդոտներ կան, եթե հղի եք, մի փոքր ուշադիր եղեք ձեր հղիությանը, հատկապես եթե նոր եք, դա եւս ինչ որ խոչընդոտներ կան, կամ եթե երկրից երկիր եք տեղափոխվում, էլի կարող է ճանապարհին մի փոքր խոչընդոտները հետո է։ Դա նշանակում է, որ հնարավոր է փոփոխության շեմին հանդիպեք խոչընդոտների, որոնք որ պետք է կարողանաք տանել։ Կամ այդ փոփոխությունները շատ դեպքերում իրոք ոնց որ այնպեսի մի պահ է լինում, որ մարդը պատրաստ չի, եւ սկզբում հենց խոչընդոտների է բախվում, հետո արդեն ամեն ինչ կուփ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 28-ին։ Խոչընդոտներ են։ Հնարավոր է ճանապարհի հետ է կապված, հնարավոր է գործերը առաջ մղելու հետ է կապված, այլեր ուզում դուրս գալ։ Հնարավոր է գործերը առաջ մղելու հետ է կապված, հնարավոր է նաև տեղափոխության կամ ինչ-որ ճանապարհի։ Պետք է կարողանաք հաղթարել։ Համենայն դեպս այստեղ ուրախություն կար, կամ այդ օրը գնալու եք որևիցե առիթի, որտեղ որ կարող եք ուրախանալ, անակնկալներ լինեն, նվերներ եւ այլն, տրամադրություն ձեր բարձրանա, ոմանք կարող են գնալ նաև ժամադրության, բայց այստեղ նաև կորուստ կա։ Եթե գնում եք նմանատիպ տեղ, ծնունդ եւ այլն շաբաթ է, դե ձեր իրերին մի փոքր ուշադիր եղեք, ամենաառաջինը։ Եվ գիտեք, խոչընդոտներ հետո կարող եք դուք մտածել, որ ժամանակի կորուստ էր, անիմաստ գնացի, անիմաստ եկա, ճանապարհներին խնդիրներ։ Դե մնացածը թողնում եմ ձեզ, դեռ Մերկուրին հետադարձ չի, այնպես որ կկարողանաք ամեն ինչ հաղթահարել, հա, ձեր ձեռքին է, թե ինչպես կկարողանաք, որտեղ այստեղ խոչընդոտները հենց ամիջապես ճանապարհի հետ կապված։ Լավ ստուգեք մեքենան, այնտեղ վառելիքի հետ կապված, որ ոչ մի խնդիր չլինի, նոր հետո ճանապարհ գնացեք։ Կամ եթե տաքսի է սա, ինչ որ կարող է փակ է ճանապարհը, չի լինում անցնել, ինչ որ մի բաներ են։ Եթե դուք կարող եք հասկանալ այստեղ ինչ որ գնացիք, ուրախացաք, քեֆ արեցիք, բայց ինչ որ մի բանի կորուստ նաև։ Ուշադիր եղեք նաև իրոք ձեր ապրանքներին։ Այսքանը ձեզ համար։ Նաև ովքեր որ ժամադրության են գնում։ Հնարավոր է նաև ինչ որ մեկը ուզում է ճանապարհ գնալ, թեկուզ գնա հեռու աշխատելու կամ ինչ որ մի բանի, եւ դա խոչընդոտ է հանդիսանում եւ կորուստ կա։ Նա այնպես որ ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 28-ին։ Ինչ որ անցյալը կարող եք հիշել, անցյալից ինչ որ բաներ հիշեք։
կամ անցյալից մարդիկ հանդիպեք, օրինակ այստեղ կարող է այդ աղջիկը լինել, կամ մարդիկ կարող են լինել, որ ինչ որ խաղի հետ կապված բաներ հիշեն, կամ խաղացել եք, շահել եք, կամ խաղացել եք, այդքան չեք շահել, ինչ որ նմանատիպ մի բան։ Եվ այդ օրը ինչ որ մի ակնթարթային մի բան տեղի կունենա։ Չեմ կարող ասել լավը թե վատը, կարող է միգուցե իրոք տղաների համար այստեղ նոր սեր գտնել է ակնթարթային, այսպես անսպասելի ինչ որ մեկին կարող տեսնել, որ ձեր երազանքների աղջիկներ օրինակ։ Նաև անսպասելի իրոք կարող ինչ որ մեկը կարող է գալիս է, գնում է, ինչ որ ձեր աղջիկն է օրինակ գալիս անսպասելի, անակնկալ է անում։ Որտեվ սա ընդհանրապես մեկ ակնթարթ է, ոչ ոք չգիտի թե լավը կլինի դա թե վատը։ Դե համար պետք է ամեն ինչին պատրաստ լինել։ Իսկ տեսնենք ով է այս աղջիկը։ Դե կարող է անցյալի հետ է նաև կապված։ Անցյալում թողած ինչ որ մի բաների մասին է նաև։ Այս աղջիկը այդ ուղղակի շատ կշփվեք, կխոսեք, կքննարկեք, նաև կարող է լինել լեզվակռիվ, նաև կարող է այս աղջիկը բամբասում է։ Եվ անցյալն է ձեր հետ մեջտեղ բերում։ Հնարավոր է նաև։ Այսքանը ձեզ համար։ Դամար ընդհանրապես մարդ պետքա ոչ ոքին ոչինչ չպահի։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Վայ։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 28-ին։ Փոփոխություններ կմտնեն ձեր կյանք, ոմանք կարող են տեղափոխվել, տանից տուն, ոմանք քաղաքից քաղաք, նաև հղիություն, ծննդաբերություն, բավական էմոցիոնալ կլինեք այդ օրը, ոմանք ռոմանտիկ ժամադրություն կունենան, ռոմանտիկ պահեր կունենան, չնայած լուսին չկա, որ լուսնի ներքո, բայց այն ինչ որ կա նմանատիպ ինչ որ մի բան։ Եվ ինչ որ մեկի հետ շատ կշփվեք, կխոսեք, կքննարկեք, դա նաև բամբասանք է, որ կամ ձեր կողքը կբամբասի ինչ որ մեկից կամ ձեզանից կարող են բամբասել եւ լեզվակռիվ է, փոքր պետք է ուշադիր լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 28-ին։ Հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ, ընկերուհու հետ, նաև ինչ որ մեկը կարող որ խորամանկ է այդ օրը, որ կարող խաբեբա է, մի փոքր ուշադիր եղեք, նաև պետական հիմնարկություն կարող է լինել, պետական հիմնարկության աշխատողն է կարող է լինել։ Նաև այդ օրը ձեզ մոտ ինչ որ մի բան կփոխվի, ինչ որ կյանքի նորի ձև կսկսեք նայել, կարող այդ խաբեբաների շնորհիվ է, որ արդեն կասկանաք, որ չէ, կարելի է նաև ոչ ընկերուի պահել, ոչ ընկեր պահել կամ ինչ որ մարդկանցից պետք է սահմանափակել շփումը, դիստանցիա պահել, նմանատիպ ինչ-որ մի բան։ Սա նաև պաշտոն է, ոմանք կարող են պաշտոն ստանալ, ոմանք նաև կարող են առաջ գնալ ինչ-որ մի ձևով, եւ դրա համար կարող այստեղ խորամանկ մարդիկ հավաքվեն ձեր շրջապատում։ Եվ կարող է այդ օր ինչ-որ միտեղ լինեք, որտեղ որ շատ լավն է շրջապատը եւ իրենց մեջ կա ինչ-որ մեկը խորամանկ կամ նաև պետական աշխատողներ կարող են լինել ձեր շրջապատում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։